Բախտի եւ Երուսաղեմի հայոց պատրիարքությունների ներկայացուցիչները։ Ողջույն, սիրելի հավատավոր ժողովուրդ։ Սկսել է առաջ պետք է մեկ կարևոր ճշմարտություն հստակ բացատրել բոլորիս։ Այս օրերուն բազմաթիվ հոգևորականներ, այլև բոլոր միապանությունը եւ քաղաքական շահախնդիրներ կփորձեն ասել, թե իբրև կառավարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հարցակում սկսած է Հայաստանի այդ առաքելական Սուրբ Եկեղեցու թեմ։ Սակայն սա ճշմարտության խեղաթյուրում է։ Ինչ կփորձեն դակցնել այս հայտարարություններով։ Իրականությունը այն է, որ վարչապետը քննադատած է ոչ թե հավատքը, ոչ թե մեր քրիստոնեական ավանդությունը, ոչ թե Սուրբ Գիրքը կամ մեր սրբությունները, այլ քննադատած է որոշ հոգևորականներու, այդ թիվի մեջ Գարեգին երկրորդի աբորինի կորձելավոճը, գեղդոտ կենցաղը, չարաշահումները, բարոյազուր կապերը, դիվանագիտական անձնագրով կատարված մութ գործերը, որը քաշվեցավ իրենց մե եւ այդ պատճառով սկսավ բոլոր ադելությունը եւ անոնց ընդմեջ են այդ դիվանագիտական այդ անձնագրերու ընդմեջ են կապված հանցագործ կյանքը։ Հիմա հարց. ինչու գուզեն անպայման հաստատեն, որ կառավարությունը կհարձակվի եկեղեցու վրա։ Պատասխանը շատ բարձ է, քանի որ ժողովուրդը թեր ունի ագնացանք ու վախ եկեղեցին։ Անոնք օգտագործելով այդ հոգևոր գաբը, ցեվականորեն պաշտպանելով ճագերդյալ եկեղեցին, կփորձեն իրենց մաքրել ու դակցնել իրական մեղքը։ Բայց ադիգա եկեղեցի չէ։ Ադիգա չարաշահողներու մաֆիոզ խմբավորում մնե, որ կգործե սուրբ անոններու դակ։ Եկեք հստակ ասենք, քրիստոնեությունը վտանգված չէ, հավատքը վտանգված չէ, հայ եկեղեցին որպես տավանություն վտանգված չէ, վտանգված է գեղձավորությունը, սդության ու փողի մուլուցքի մեջ գործված հոգևոր դասը, որ խլած է մոր Սուրբ Էջմիածինը եւ վերածած անձնական բիզնեսի, դիվանական կամ դիվանագիտական անձնակիրներով շահագործած եւ ասկի դրամաշնորներով հարստանալու միջոց։ Մեր նպատակը բարձ է վերադարձնել եկեղեցին իր արժանապատիվ հովիվներուն, մաքրել այն աբորինի գաբեր ունեցող քահանաները, գեղդոտ կենցաղ վարող եպիսկոպոսները եւ խոսիլ բացահայտ առանց վախի։ Ոչ թե եկեղեցու թե մենք, այլ եկեղեցու իրական երեսը գուրեզենք վերադարձնել իր ժողովրդին։ Մենք մինչև մեր ժողովուրդը չզանազանե այս տարբերությունը Քրիստոսի եկեղեցին եւ Գդրիչ Ներսիսյանի դերությունը, մենք պիտի շարունակենք խաբվել, վախնալ եւ վրել։ Այս տեսանյութը այս ճշմարտությունն է, որ պիտի ներկայացնե։ Թող ամեն բան կամ ամեն բանի սկիզբը լա լույսի մեջ եւ ոչ թե մութի։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի մեջ Հայաստանի այս առաքելական Սուրբ Եկեղեցին 2025 թվականի հունիսի 16-ին 21-ը միապանական համակումարը, որ կատարվեցավ, որ տեղի ունեցավ Սուրբ Էջմիածնի մեջ, հրապարակեց հայտարարությունը, որ պիտի լար հոգևորական խոսք եւ եկեղեցական առաջնորդություն, բայց եկավ քաղաքական թիմակով ինքնապաշտպանություն եւ դակնաբալից պաշտպանողական դիրքավորման մեկ փաստացի ցուցադրություն։ Այս հայտարարությունը իր ցևով եւ բովանդակությամբ բազմաթիվ հարցեր կձնի թե բարոյական եւ թե հոգեվոր, թե ազգային գիտակցության տեսանկյունեն։ Գուզեմ մի քանի կետերու անդրադառնալ։ Առաջին, եկեղեցու ինքնապաշտպանում թե խղճի լրացում։ Հռչակագրված է, թե համակումարի մասնակիցները անվերաբահ նվիրում կհայտնեն կաթողիկոս Գարեգին երկրորդին, դատապարտելով ճագերդյալ Հայաստանի կառավարության վերջին խոսքը ձայն որակելով որպես հակաեկեղեցական եւ աբասկային։ Սակայն ուշադիր ընթերցողի համար այդ ամբողջ հայտարարությունը ոչ թե հավատքի վկայություն մնե, այլ մեղադրյալ անձիմը շրջապատի ցուցադրական հավատարմությունը, որ կունենա մեկ նպատակ՝
վերցնել մեղավորի շուրջ ստեղծված ճնշումը եւ պահպանել համագարկային լրությունը։ Բայց երբ այդ մեղավորը արդեն երկար տարիներ վարած է երկագի կյանք, արտաքինի մեջ կուսագրոն առաջնորդի, իսկ ներքինի մեջ աբորինի ընտանիքներու դեր անձնավորության դիրքեն, ինչ պիտի նշանակե այդ անվերաբահ նվիրումը։ Անիկա արդյոք Հիսուսի օրինակով հավատարիմ մնալն է, թե միապանի վախը սեփական կյանքի մեջ եղած նմանանման անարգ քայլերու բացահայտում են։ Այս հավաքական լրությունը արդեն երկար ժամանակի վեր գարզրացած է մայր աթորի բادرուն մեջ։ Այս անգամ սակայն իշխանական մագարտակով արձարծվեցավ այն ու խորքային ցնցումը հարաճացուց եկեղեցու հիմքերու մեջ։ Երկրորդ, հագայեկեղեցական իշխանություն թե արդարազանց ժողովրդի խոսք։ Վարչապետ Փաշինյանի հայտարարությունները ուղղված էին ոչ թե Քրիստոսի եկեղեցին, այլ զայն բռնակրաված ղեկավարի ապիկար, ամպարո եւ մեղանչական վարքին։ Ուր գա այս հայտարարության մեջ պատասխան այն հարցումին։ Ուր են կաթողիկոսի կուսակրոնության ապացույցները։ Ուր է հավատքի հերկումը կամ հավաստի հերկումը, որ ան շարունակական հարաբերություն ունի Լոլա Գրիգորյանցի հետ եւ ունի անգե ծնած աղջիկ Խատուն անունով։ Անձնական մեղքեն ավելի վտանգավոր է հավաքական լրությունը։ Երբ մեղավորը լրած է, դա կարելի է գոչել գեցվածք։ Երբ ամբողջ միապանությունը լրած է, դա գործանիչ համագարկ է։ Եվ այդ համագարկի անունն է եկեղեցական կոռուպցիա, եկեղեցական մաֆիա։ Այս համակումարը, որ պետք է վերածվեր զտման եւ խորին քննության հորտագի, դարձավ ընդունվածության հրաբարակում հավատարիմ հին ցևին, ուր առաջնորդի մասին խոսիլը աստվածանարգություն է, բայց առաջնորդի գադարած մեղքերը սրբագործելու փորձը թյուրավ գմարսվին իբրև ճագերդյալ եկեղեցու պաշտպանություն։ Երրորդ, հոգևոր ցայնի բացակայությունը։ Ինչ էր այս հայտարարության մեջ բացակա։ Ամենեն աղաղող ցևով ապաշխարանքը։ Ոչ մեկ անգամ նշվեցավ, որ եկեղեցին պետք ունի ինքնակնության, մեղքերու խոստովանության եւ ներշնչող զդումի։ Ընդհակառակը, այս տեքստը գրաված էր պաշտպանական դիրք, ուր ինքզինք անարատ կհրճագե, իսկ բոլոր քննադատողները սաթրիչ եւ ասկաթավ։ Բայց սիրեիներ, երկու առաջնորդը ծածուկ ընտանիք ունի, խոշոր գարվածներու թաքուն սեփականադեր է, երբ մոմի վաճառքի շահույթները գհոսին ընտանիքի անդամներուն կրբանները, իսկ թագավորները կմնան անպատիժ, ինչ կա ասոր մեջ աստվածային եւ ինչ ունին սուրբերը տեսնելու այնպիսիներու մեջ, որուն սրբարան կգոչեք։ Չորրորդ, գրոնը որպես քերտադաստանային ժառանգություն։ Համակումարի հայտարարության մեջ բացարձակ լրություն կար այն հարցերու շուրջ, որոնց դիմաց այսօր հազարավոր հավատացյալներ կգործընծնեն իրենց վստահությունը եկեղեցու մեջ։ Ոչ մեկ պատասխան, եկեղեցական ունեցվածքի մսխման վերաբերյալ, ոչ մեկ պատասխան կաթողիկոսի որդեգրած ընտանիքի եւ դստեր Խատուն Գդրիչյանի կամ Ներսեսյանի քոյության մասին, ոչ մեկ պատասխան Լոլայի հետ շարունակվող կապերու մասին։ Երբ Քարեկին երկրորդը կփորձե քերտաստանային ժառանգությունով կառավարել եկեղեցին, այլևս խոսք չունի ժողովրդին առջև։ Այդ ժառանգությունը ոչ թե հոգևոր է, այլ տնտեսական ու քաղաքական։ Այդ ժառանգությունը ոչ թե գլուսավոր է, այլ գստվեր է։ Եվ մայր աթորի միապաններուն հայտարարությունը եղավ այդ ըստվերի մեջ ըստորոքետնյա թուղթը մոլորեցնելու նպատակով, իբր թե ճշմարտությունը հալածանք է եւ հավատքի անունով պետք է լրել։ Իսկ հինգերորդ, եկեղեցու ապական հավատացյալ ժողովրդի ցերկերու մեջ է։ Մեր ժողովուրդը այլևս գույր հավատք չունի,
կբահանչե պատասխանատվություն, կգիտակցի, որ Սուրբ Էջմիածինը ավելի մեծ է, քան Քարեքին երկրորդը, կգիտակցի, որ իսկական Քրիստոսի եկեղեցին պետք է ապրի արդարության, խղճի զդումի եւ ճշմարտության մեջ։ Եվ ահա, հավատացյալները պետք չէ որ խաբվին այս հայտարարության ջոխ լեզվով։ Այս խոսքերը ծածկույթ են մեղքերու համար։ Անոնք չունին վկայության ուժ, չունին ներշնչման հող եւ չեն գնար բրգել եկեղեցիի անգումեն։ Միակ ճանապարհը բացահայտման եւ զդումի ճամփան է։ Այս հայտարարությունը նախ եւ առաջ ինքնախապեյության փաստ է։ Հոգևոր ճգնաժամը արդեն դեպական է։ Եվ եթե մայր աթորը չուղղվի, ապա ժողովուրդը ինք պիտի դարձնի այդ ուղին դուրս եկած եղբոր գերբարով, որ հերացած էր, բայց վերադարձավ, իսկ հորը դուրը բղծված էր։ Այս հայտարարությունը ցեվական է, ջորոմ, առանց զղջման ոգի եւ խոսքի ազնվության։ Այդ տեքստը չգայացած պատասխան է բարոյական աղետի դիմաց, եւ այս արձագանքը ցույց կտա, որ եկեղեցական վերնախավը դեռ պատրաստ չէ ընդունելու ճշմարտությունը, սակայն ժողովուրդը պատրաստ է բանջելու, պատրաստ է աղոթքով եւ վկայությամբ սրբակորձելու այդ տունը, որ այլևս վեհ չէ, որովհետև գույն լուրությամբ ինքզինք զրկած է վեհությամբ բարձութենեն։ Վեհարանը վեհին պիտի դառնա միայն այն ադեն, երբ կհավատա, որ վեհարանը կպատկանի Աստուծո եւ ոչ թե մարդոց, որովհետև ժամանակն է, որ դատաստանը սկսի Աստուծո դունեն, իսկ եթե սկզբնավորվի մեզմե, ինչ վախճան պիտի ունենան անոնք, որ չեն հնազանդվիր Աստուծո ավետարանին, գսե առաջին Պետրոս 4:17-ը։ Մեր բադիվը խաչված է, բայց մեր հոգին ազատ է, եւ մենք պիտի շարունակենք խոսիլ, մինչև այդ աթոռները մաքրվին, բոլոր աթոռները, սկսած Էջմիածնեն, հասնելով Անտիլիաս, հասնելով Կոստանդնուպոլիս ու հասնելով մինչև Երուսաղեմ։ Պիտի շարունակենք բարձրացնել մինչև թշնամին վեհին դեղը չսպաղեցնե։ Թող ժողովուրդը տեսնե, թող ժողովուրդը զանազանե, սա եկեղեցի չէ, սա ահապեկման խորհուրդ մներ, բայց մենք չենք վախնար, որովհետև ճշմարտությունը այս անգամ մեզի հետ է, քանի Աստված մեզի հետ է։ Ամեն։ Այդ միապանական համակումարի ընթացքին եւ հատկապես այն հայտարարության, որով այս ժողովի մասնակիցները փորձեցին անվերաբահ նվիրումը հայտնել Քարեքին երկրորդին եւ գդրուկ կերպով դադարել կառավարությանը իբրև հավաքայեկեղեցական դիրքորոշումը, բայց արի ու դես, որ այդ հայտարարությունը ավելի կամ բարոյական կամ հոգևոր պաստաթուղթ դարձած է պաշտպանության վահամը հadouk պատրաստված սուդի գեղձիկի ամրապնդման համար։ Միապանական ինչ տեսանք մենք եւ ինչ չտեսանք այդ միապանական ժողովին։ Միապանական ժողովի բացման բահուն անոնք չընտրեցին ոչ բարոյական հեղինակություն ունեցող կաթողիկոսական հոգևորականը, ոչ ալ աստվածաբանության մակրության օրինակ ծառայող քահանամը, այլ դրվեցավ բեմը դեր ասողիգին։ Այս ընտրությունը պատահական չէր, այս հայտնի անձնավորությունը իր բազմաթիվ մեղքերով, աբորինի գերբով եւ հասարակության մերժումով դարձած է այդ ամբողջ սրահի առաջին թեմքը։ Եվ բոլորս գիտենք, դեր ասողի գոչեցյալը դարիներ առաջ բաժնված է, լքած է իր գին եւ երեխաները, թավաջանած է ընտանեկան բույնը, որբեսի վեղար ստանա։ Ինչ կնշանակե սա։ Սա հստակ ուղերձ է, ասելով մենք ոչ միայն չենք հերքեր ծեր մեղադրանքները, այլ կգանքնենք մեղադրվածի գողքին, իբրև մերը, իբրև մեր ընդիրը, այլ խոսքով թքած ունենք ծեր բացահայտումներու վրա։ Այսպիսի սանցարցակ մոտեցումը ապացույց է, որ այսօր Սուրբ Էջմիածնի գորանական իշխանությունը վեհարանի ղեկավարությամբ
գործընծուցած է իր գաբը իր իսկ հոգևորության հիմքերուն հետ։ Երբ ասողիգը դարիներ շարունակ մեր ժողովրդի բահող կանայական երազանքի հագադիբարն էր եւ հագաբատկերն էր եւ անոր գուդան առաջին խոսքը այլևս չգա բարոյականություն, չգա պատասխանատվություն, չգա հավատքի պատվանդան։ Եվ անոնք գիտեին, այո, որ այդ դահլիճի մեջ գային ավելի քրաբիչ, խաղաղ, վստահություն ներշնչող դեմքեր, բայց նույն մարդիկ միդումնավոր ասողիգը իրենց դեպի արջև դարին որպես ոճիրի խոստովանություն, ասելով մենք բոլորս դեր ասողիգի հետ ենք, որովհետև մենք բոլորս դեր ասողիգ ենք։ Ահա այս է ամբողջ համակումարի չխոսված ճշմարտությունը։ Այս ժողովը ոչ թե եկեղեցի վերակառուցելու խորհուրդ էր, այլ ամոթալի ցուցադրություն այն բանին, թե որքան խորն է բդածության եւ ատորասիրության ջահիջը Սուրբ Էջմիածնի մեջ։ Իսկ երբ ասողիգը գահիտնվեր որպես հարաճաբահ, իսկ արշակները, հայրապետները գշարունակեն իրենց հբարտ ու անդարբեր գեցվածքը հույսի վերջին նշումներն ալ գմարին։ Եվ հետո այս մարդիկ կհամարձակին հրաբարակավ խոսիլ միապանության, հավատքի պաշտպանության ու ազգային վտանգներու մասին։ Ինչ պետք է պաշտպաներ ժողովուրդը։ Եկեղեցին, թե Քրիստոսի անունը խաչող հաստատությունը։ Այդ ճշմարիտ եկեղեցին, որուն կողքին ժողովուրդը պիտի կանգնի, սուրբ է, ոչ թե վեհարանային, Քրիստոսագետրոն է, ոչ թե գդրիչագետրոն, մաքուր է, ոչ թե ասողիգյան։ Ժողովուրդ, ձեր աչքերը բաց պահեցեք։ Այս մեկը մեկ ուրիշ խորհրդաժողով չէր, սա ժողովուրդը լրացնելու փորձ մներ, սա ընդդիմախոս ցայները մարեցնելու փորձ մներ, բայց մեր ցայնը չի լրեր, ոչ գեղձիկի դիմաց, ոչ Աստծո դունը բռնակրաված մարդոց դիմաց։ Մեր բադիվը խաչված է, բայց մեր հոգին ազատ է, եւ մենք պիտի շարունակենք խոսիլ մինչեւ այդ աթոռները մաքրվին, բոլոր աթոռները, սկսած Էջմիածնեն, հասնելով Անտիլիաս, հասնելով Կոստանդնուպոլիս ու հասնելով մինչև Երուսաղեմ։ Պիտի շարունակենք բարձրացնել մինչև թշնամին վեհին դեղը չսպաղեցնե։ Թող ժողովուրդը տեսնե, թող ժողովուրդը զանազանե, սա եկեղեցի չէ, սա ահաբեկման խորհուրդ մներ, բայց մենք չենք վախնար, որովհետև ճշմարտությունը այս անգամ մեզի հետ է, քանի Աստված մեզի հետ է։ Ամեն։